Այսօր մենք կխոսենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի Ավոյի մասին։ Մոնթեն հայ արդի պատմության ամենասիրված հերոսներից մեկն է, եթե ոչ ամենասիրվածը։ Նրա անունը լայնորեն կիրառվում է ժամանակակից մշակույթում, գրականության մեջ, երկարվեստի։ Նրա անունով է կոչված հայկական ռազմավարժանարաններից մեկը՝ Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի ռազմավարժարանը։ Սակայն Մոնթեի կերպարը վերջին 30 տարիներին Հայաստանի զանազան բուրժուա իշխանությունների կողմից օգտագործվել է այլ կերպ։ Եկեք այսօր միասին բացահայտենք Մոնթեի իրական, հեղափոխական կերպարը, ինչպիսին էր Մոնթեն, ինչ ճանապարհ նա անցավ եւ ինչ տվեց նա մեզ։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Վիսելիա քաղաքում, հասարակ հայ աշխատավորական ընտանիքում։ Մոնթեն պատանի տարիներին անգամ չէր կասկածում իր ոչ ամերիկացի լինելու մասին։ Նա սիրում էր խաղալ բեյսբոլ, ինչպես բոլոր ամերիկացի երեխաները։ Հետաքրքրվում էր ամերիկյան փոփ կուլտուրայով։ Սակայն իր կյանքում շրջադարձային եղավ ընտանիքի անդամների հետ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնելը դեպի Եվրոպա։ Նրանք Իսպանիայում փոքրինչ երկար մնացին եւ նա նույնիսկ հասցրեց տեղի դպրոց հաճախել։ Այնտեղ ուսուցչուհին նրան հարցրեց. «Որն է քո ազգությունը»։ Մոնթեն առանց երկար մտածելու պատասխանեց. «Ես ամերիկացի եմ»։ Ուսուցչուհին նրան ասաց. «Ոչ, ես չեմ հարցնում որտեղից ես դու, հարցնում եմ որն է քո ազգությունը»։ Եվ Մոնթեն չգիտեր ինչ պատասխանել։ Նա այս մասին հարցրեց իր ծնողներին։ Նրա ծնողները չէին սիրում այս հարցի մասին խոսել, քանի որ նրանք այն մազապուրծ եղած հայերից էին, ովքեր ջարդի տարիներին փախել էին Ամերիկա, այնտեղ տեսնելով իրենց փրկությունը։ Սակայն նրանք պատասխանեցին Մոնթեին եւ Մոնթեն սկսեց հետաքրքրվել իր ժողովրդի պատմությամբ։ Մոնթեն հասկացավ, որ նա հայ է։ Հետագայում նրանք եղան նաեւ Թուրքիայում, ներկայիս Մերզվին քաղաքում, որտեղից ծնունդ էր առել իր մայրը, որտեղ գտնվում էին նրա արմատները։ Մերզվինում պահպանվել էին մի շարք հայկական տներ եւ դրանցից մեկում նրանք հյուրընկալեցին։ Սակայն ընտանիքը ոչ հայկական արդի կյանք ուներ։ Ընտանիքում իսլամական ավանդույթներ էին պաշտվում։ Ընտանիքը նման էր սովորական թուրքական ընտանիքի, եւ սա հարցեր տվեց։ Հետագայում պարզ դարձավ, որ դա հայ դավաճանական ընտանիք էր, որոնց պապը ջարդի տարիներին համագործակցում էր օսմանյան ժանդարմների հետ եւ մի քանի գրոչի դիմաց դավաճանում եւ վաճառում էր իր հայրենակիցներին։ Մոնթեն հասկացավ. միայն ազգությունը արդարության հասնելու համար շատ քիչ է, եւ այստեղից սկսեց ձևավորվել Մոնթեի ինտերնացիոնալիստ կերպարը։ Իր մարտական ուղին Մելքոնյանը սկսեց Պաղեստինից։ Դեռ շատ պատանի տարիքում, ընդամենը 18-19 տարեկան Մելքոնյանը կիսած հողելով իր ուսումը ժամանեց Պաղեստին, միանալով տեղի ինտերնացիոնալ ջոկատներին։ Մելքոնյանը կռվեց առաջին ինտիֆադայում, կռվեց Յասեր Արաֆատի կողքին, որտեղ արժանացավ մեծ պատվի եւ հարգանքի։ Մելքոնյանի սխրանքների մասին Պաղեստինում խոսում են մինչ այսօր։ Նա դարձավ ինտերնացիոնալ հերոս։ Պաղեստինի պատերազմից հետո, ինտիֆադայից հետո, Մելքոնյանը մեկնեց հարևան Լիբանը, որտեղ ամբողջ ուժով գնում էր քաղաքացիական պատերազմը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո 80-ականներին Մելքոնյանը անդամակցեց Ասալային, սակայն հետագայում նա կոնֆլիկտ ունեցավ Ասալայի նացիոնալիստական թևի հետ։ Կոնֆլիկտի արդյունքում Մելքոնյանը վերցրեց Ասալայի զենքերը իր զինակից սոցիալիստ ինտերնացիոնալիստ ընկերներին եւ լքեց Ասալան։ Սա սկիզբ դրեց Ասալայի փլուզմանը։ Սակայն դա իրականում այդքան էլ վատ չէր, քանի որ Ասալան դադարել էր լինել հեղափոխական կառույց եւ տրվել էր նացիոնալիստական օպորտյունիստական ուժերին, ինչը խանգարում էր բուն հեղափոխությանը։ Մելքոնյանը հետագայում եղավ Ֆրանսիայում, որտեղ դատապարտվեց կեղծ փաստաթղթերի համար։ Դատապարտումից հետո Մելքոնյանը վերադարձավ Հայաստան 80-ականների վերջերին, արդեն 89-90 թվականներին, որտեղ վերամիավորվեց Սեյդայի հետ, եւ նրանք վերջապես ամուսնացան։ Մոնթե Մելքոնյանի կերպարը ժամանակակից հայկական զանգվածային գիտակցության մեջ բավականին աղավաղվել է տարիներ շարունակվող բուրժուական քարոզչության ընթացքում։ Եվ հենց այդ քարոզչության մեջ հայ ժողովրդի հերոսը ներկայացում է նախ եւ առաջ որպես ազգային գործիչ, որպես մարտիկ, որը պայքարում էր բացառապես ազգային շահերի համար։
Սակայն չնայած այն բանին, որ այդ կողմերը մենք չենք կարող մերժել, այդ կերպարը ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։ Եվ իհարկե, առաջին հերթին Մոնթեն կոմունիստ էր, ինտերնացիոնալիստ եւ հայ աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպան։ Սա անհրաժեշտ է իմանալ եւ գիտակցել։ Մենք այդ մասին տեղեկանում ենք նաեւ հենց Մոնթեի նամակներից, նրա հոդվածներից եւ ծրագրային աշխատանքներից, որոնց զգալի մասը հրապարակվել է հատուկ գրքերում, հայերեն եւ ռուսերեն լեզուներով, ինչպես նաեւ նրա եղբոր Մարգար Մելքոնյանի հուշերից։ Մարգարը հայտնի մարքսիստ պատմաբան է, սոցիոլոգ եւ ընդհանրապես հումանիտար գիտությունների ուղղությամբ մտավորական։ Այս համատեքստում, հասկանալով ու ուսումնասիրելով աղբյուրները, մենք շատ ավելի խորը կերպով ճանաչում ենք հերոսին։ Մենք պարզ տեսնում ենք, որ թուրքական իմպերիալիզմի դեմ, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման դեմ պայքարելիս Մոնթեն տեսնում էր ազատագրված արևմտյան Հայաստանը որպես սոցիալիստական պետություն կամ սոցիալիստական տարածք, որը հեռանկարում պետք է միանար խորհրդային Հայաստանին։ 1945 թվական մայիսի 8 հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան ոտք գրեց Բերլին։ Այնտեղ Ռեխստագի պատերի տակ հոգնած, տառապած եւ տանջված հայկական դիվիզիան իր հաղթական քոչարին պարեց, սրանով ցույց տալով, որ հայ ժողովուրդը, հայ աշխատավորությունը դեմ է ֆաշիզմին, որ նացիոնալիզմը, իմպերիալիզմը եւ ֆաշիզմը տեղ չունեն մեր կյանքում, մեր հասարակությունում եւ մեր պատմության մեջ։ Մոնթե Մելքոնյանը մեկն էր նրանցից, ով հետագայում եւս վառ պահեց այս հուշը։ Մելքոնյանը զենքով ցույց տվեց, որ իմպերիալիզմի դեմ չեն խնդրում։ Տերերից չեն խնդրում ազատություն։ Ազատությունը վերցնում են ուժով, եւ հենց ինքը Մոնթե Մելքոնյանն է ասել. իմպերիալիստներից խնդրել ազատություն նույն է թե սпасել, թե շղթաները ոսկուս կդառնան։ Խորհրդային Հայաստանը, ի դեպ, նույնպես Մոնթեի կողմից ընկալվում էր խիստ դրական եւ հավատարմությամբ։ Եվ պետք է նշել, հենց այս հարցում էր, որ Մոնթեն ունեցել է լուրջ տարաձայնություններ սփյուռքյան կուսակցությունների ու կազմակերպությունների հետ, որոնց հետ նա մտել էր կոշտ եւ սկզբունքային վեճերի մեջ։ Այս բախումները ծագել էին նախ եւ առաջ հենց այն ֆոնի վրա, որ Մոնթեն ընդունում է սոցիալիստական խորհրդային զարգացման ուղին, մինչդեռ այդ կազմակերպությունները ոչ։ Եվ հենց խորհրդային Հայաստանի շուրջ նախ եւ առաջ որպես սոցիալիստական պետություն Մոնթե Մելքոնյանը տեսնում էր հայ ժողովրդի միավորումը նոր հիմքերի վրա, ազատագրված արևմտյան Հայաստանի տարածքների, ինչպես նաեւ մյուս ազատագրված տարածքների միացմամբ խորհրդային Հայաստանին։ Նախ եւ առաջ խոսքը իհարկե վերաբերվում էր Արցախին, որի համար նա հերոսաբար զոհվեց, ինչպես նաեւ Նախիջևանին եւ անշուշտ Ջավախքին։ Սա անհրաժեշտ է հասկանալ, որպեսզի Մոնթեի կերպարը լինի իսկապես պատմականորեն ճշգրիտ եւ լիարժեք։ 80-ականների վերջին Ֆրանսիայում կրելով իր պատիժը Մոնթե Մելքոնյանը վերադառնում է Հայաստան։ Այդ ժամանակ դեռ խորհրդային Հայաստանում եւ հայ ժողովրդի առջև ծառացած էին մի շարք խնդիրներ։ Ժողովուրդը դեռ ուշքի չէր եկել Լենինականի եւ Սպիտակի մահավեր երկրաշարժից, եւ դեռ քիչ է սկսվել էր մի ավելի մեծ արհավիրք, սկսվել էր Ղարաբաղյան շարժումը։ Իր սկզբնական շրջանում Մելքոնյանին թույլ չէին տալիս մեկնել Լեռնային Ղարաբաղ մի շատ պարզ պատճառով։ Մոնթե Մելքոնյանը ի հակադրումը այդ ժամանակ ավելի պոպուլյար տենդենցիայի եւ անկախության շարժման միշտ արտահայտվում էր հակադրան եւ իր գործերում 89 եւ 90 թվականներին Մելքոնյանը նշում է. հայ ժողովրդի եւ Հայաստանի բարեկեցության եւ անվտանգության երաշխիքը կայանում է մեծ խորհրդային պետության կազմում լինելու մեջ եւ նշում է, որ իրական անկախություն հնարավոր է միայն տնտեսական անկախության միջոցով։ Իրականում Մոնթե Մելքոնյանի պայքարը, բացի ազգային ազատագրական ենթատեքստից, ուներ նաև խորապես սոցիալական բովանդակություն։ Այն ընթանում էր աշխատավորների ազատագրման գաղափարի ներքո, եւ Մոնթեն դա երբեք չէր թաքցնում։ Ընդհակառակը, նա դա ակտիվորեն հռչակում էր։ Ցավոք, այսօր այդ ժառանգությանը բավականին քիչ են անդրադառնում, աչքի առաջ ունենալով մի որոշակի շքեղացված բուրժուական քարոզչական կերպար, որը աղավաղում է նրա իրական ինտերնացիոնալիստական եւ սոցիալիստական էությունը։ 1989-ից 90-ական թվականներ հայ ժողովուրդը չէր կարողանում ուշքի գալ Սպիտակի եւ Լենինականի ավերիչ երկրաշարժից։ Եվ դեռ քիչ է, ամբողջ թափով ընթանում էր Ղարաբաղյան շարժումը։ Մելքոնյանը այս ծանր իրավիճակում մեկն էր այն քչերից, ով դեմ էր գնացել պոպուլյար կարծիքներին եւ արտահայտում էր ընդդեմ այս ավանտյուրային։ Եվ հենց այստեղ նախկին թատերական եւ ներկայիս ազատության հրապարակում տեղի էին ունենում մասսայական բողոքի ակցիաներ։ Խելագարված ամբողջը պահանջում էր անկախություն, չգիտակցելով դրա հետևանքների մասին։
Հետագայում հայ հեղափոխական շարժման եւ Ղարաբաղ կոմիտեի կողմից ճնշումների ենթարկվում է նաեւ Մոնթե Մելքոնյանը, ում թույլ չի տրվում մեկնել Լեռնային Ղարաբաղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մոնթե Մելքոնյանը դեմ էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մի շարք հանցավորությունների։ Նա դեմ էր կամավոր խմբերի կողմից իրականացող էթնիկ զտումներին։ Նա դեմ էր խաղաղ բնակչության հանդեպ տեղի ունեցող ոտնձգություններին։ Մելքոնյանը դեմ էր Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարը առևտրի եւ նոր շուկաների վերածելու։ Մելքոնյանը մի շարք հոդվածներում նշել է. ազգային ազատագրական պայքարը առանց սոցիալիստական հեղափոխության եւ առանց աշխատավորական դասի պայքարի առ ոչինչ է։ Սրա պատճառով Մոնթե Մելքոնյանը ենթարկվեց մի շարք ճնշումների։ Կան տարածված մի շարք միֆեր Մոնթե Մելքոնյանի գործունեության մասին։ Դրանցից մեկն այն է, իբրև նա կռվել է ընդդեմ խորհրդային բանակի Աֆղանստանում, սակայն սա սուտ է։ Եվ ահա ինչու։ Այդ ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանը կռվում էր Մերձավոր Արևելքում։ Իսկ հետագայում նա արդեն եղավ Ֆրանսիայում, որտեղ դատապարտվեց։ Նա ֆիզիկապես չէր կարող գտնվել եւ ֆրանսիական բանտում եւ Աֆղանստանում։ Բացի այդ, Մոնթե Մելքոնյանը կոնֆլիկտ ուներ ամերիկյան զորքերի եւ առհասարակ Ամերիկայի վարչակարգի հետ։ Մոնթե Մելքոնյանը հակաիմպերիալիստ էր։ Նա կռվում էր ընդդեմ ամերիկյան պրոքսի ուժերի։ Նույն Մերձավոր Արևելքում նա կռվում էր ընդդեմ իսլամական ծայրահեղական ուժերի, որոնք ֆինանսավորվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Նա կռվում էր ընդդեմ Իսրայելի ռեժիմի, որը հանդիսանում է Ամերիկայի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում։ Նա կռվում էր ընդդեմ Թուրքիայի, որը հանդիսանում էր ՆԱՏՕ անդամ։ Մոնթե Մելքոնյանը իր բազմաթիվ հոդվածներում շեշտել է Միացյալ Նահանգների իմպերիալիստական լինելու մասին։ Նա չէր կարող աջակցել Միացյալ Նահանգների զորքերին։ Կա եւս մեկ այլ միֆ, որ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ ադրբեջանական բնակչության զտումներին եւ ջարդերին։ Մոնթե Մելքոնյանը այն հրամանատարներից էր, ով պատժում էր բոլոր նրանց, ովքեր մատով անգամ դիպչում էին խաղաղ բնակչությանը։ Մոնթեն պաշտպանն էր բոլոր անզենների եւ ճնշվածների։ Մոնթեին վարկաբեկող այս միֆերը տարածվել են մի շարք աղբյուրներից, որոնք հիմնականում պրոթուրքական, պրոադրբեջանական կամ պրոամերիկյան են։ Մոնթեն ցայսօր հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես տերորիստ։ Նրա անունը օգտագործելը մեթայի հարթակներում հանդիսանում է օրենքի խախտում։ Մոնթեի կերպարը մինչ այսօր Իսրայելում, Ադրբեջանում ընկալվում է որպես տերորիզմ եւ դրա օգտագործման համար դուք կարող եք ստանալ դատապարտում։ 1993 թվական, հունիսի 12։ Սովորական օր Մոնթե Մելքոնյանը իր ռազմական ընկերների հետ մեկնում էր դեպի Աղդամ։ Մերզլի գյուղի շրջաններում նրանց դարանակալեցին։ Մոնթե Մելքոնյանը զոհվեց։ Ըստ պաշտոնական վարկածի նա զոհվեց ադրբեջանական դիվերսիայի արդյունքում։ Սակայն իր եղբայրը Մարգար Մելքոնյանը, ով հանդիսանում է Մոնթեի մասին ամենահավաստի աղբյուրը, հայտնում է, որ թաղման արարողության ժամանակ մի շարք զինակից ընկերներ հայտնում էին նրան, որ Մոնթեին թիկունքից, դարանից են սպանել, քանի որ Մոնթեն խանգարում էր առևտրին Լեռնային Ղարաբաղում։ Մոնթեի նման զինվորականը ձեռք չէր տալիս այդ ժամանակների էլիտաներին, եւ նրան հանեցին արանքից, որպեսզի շարունակեն իրենց սև գործը։ Մոնթեն հեռացավ մեզնից, սակայն թողեց մեծ ժառանգություն, որի կրողը եւ շարունակողը պետք է լինենք մենք։ Եվ ինչպես ասել է մեծ հերոս Մոնթե Մելքոնյանը, իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք։ Շնորհակալություն։